Հայաստան դաշինք, միասին կարող ենք, ընտրիր 17-ը, ընտրիր Հայաստանը։ Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ Վազգեն Պետրոսյանը, շնորհակալ եմ պարոն Պետրոսյան մեր հավերն ընդունելու համար։ Ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են սրվել եւ արդեն սանկցիաների տեսք են ստացել։ Ռուսաստանը հրաժարվում է ընդունել հայկական գյուղմթերք, կոնյակ, հանքային ջուր եւ բացատրությունը շատ պարզ է, մարդիկ շատ անկեղծ խոսում են, ասում են դուք գնում եք մեր թշնամական դեպի մեր թշնամական ճամբար, մենք չենք ուզում ֆինանսավորել ձեր այդ ճանապարհը, եթե գնում եք Եվրամիություն, գնացեք։ Հիմա սրան զուգահեռ իշխանությունները հայտարարում են, թե խնդիր չկա ռուսների հետ, տեխնիկական հարցեր են սրանք, դու ինչպես եք գնահատում ստեղծված իրավիճակը։ Եվ մյուս պնդումը, որ իշխանություններն անում են, ասում են, մենք վերընտրվելու ենք հունիսի 8-ից խնդիրները վերանալու են։ Նախ եւ առաջ այն ինչ որ իրականացնում է Ռուսաստանը դա բնական երևույթ է, քանի որ նմանատիպ միջոցառումներն էլ ամբողջ արևմուտքն է իրականացրել բոլոր այն պետությունների դեմ, որոնք որ չեն ենթարկվել եւ համաձայնվել իրենց հետ։ Օրինակ համար Պարսկաստանի դեմ սանկցիաները կամ մեր տարածաշրջանում Վրաստանի դեմ սանկցիաներ, որ անցյալ տարի Եվրամիությունը իրականացրեց, երբ որ Վրաստանը փորձում էր հավասարակշռել Եվրամիություն Ռուսաստանի իր առևտրային հարաբերությունները։ Դա բնական երևույթ է եւ դա անակնկալ չի եւ ոչ մեկի համար, մասնավորապես որ Ռուսաստանը արդեն 1 տարուց ավել է, որ ուղիղ այդ ամեն ինչի մասին խոսում է։ Ինչ որ վերաբերվում է իշխանության հայտարարություններին, այսօր էլ կառավարության նիստի ժամանակ իրենք մի շարք որոշումներ ընդունեցին միաձայն, որ իրենք պիտի գնան դեպի Եվրամիության շուկաները եւ Մեծ Բրիտանիայի շուկաները եւ այնտեղ փորձեն այդ ամեն ինչը իրացնեն։ Դա նախա ընտրությունից առաջ կեղծիք չի, ասենք Եվրամիությունը սպասում է մեր ծիրանին, չգիտեմ կոնյակին։ Գիտեք, նախ եւ առաջ այստեղ կարող է հասարակ ժողովուրդը մտածի, որ հա, Եվրամիությունը սպասում է մեր ծիրանին, մեր կոնյակին, մեր հանքային ջրերին եւ մնացած ամեն ինչին։ Բայց նրանք ովքեր որ այդ բիզնեսի մեջ են, իրենք շատ լավ գիտեն, որ Եվրամիության ստանդարտները բավականին բարձր են եւ այնտեղ մուտք գործել այդքան հեշտ չի, մանավանդ Խաչատուր Սուքասյանը ինքը շատ լավ գիտի, որ ժամանակին երբ որ ինքը փորձում էր բեժնի մտցնել ֆրանսիական շուկայի մեջ, ինչքան տանջվեց, քանի տարի տանջվեց, ինչքան փող ծախսեց եւ վերջում արդյունքը ինչ եղավ։ Այսինքն այդքան հեշտ չի, այնպես ինչպես որ ներկայացնում են։ Երկրորդ հերթին Եվրամիության տարածքի մեջ կան մի շարք պետություններ, որոնք որ ապահովում են Եվրամիության համար միրգ բանջարեղենային ամբողջ այդ պահանջարկը եւ իրենք ունեն շատ խիստ մաքսային կարգավորումներ, որպեսզի չվնասվի Եվրամիության շուկան։ Եվ այդ խիստ պայմանների մեջ Հայաստանը չի կարող տեղավորվի։ Բերենք մի շարք բարձ օրինակներ, այսօր Թուրքիան համարվում է աշխարհի խոշորագույն միրգ բանջարեղեն արտահանող երկրներից մեկը։ Մենք գնային առումով եւ որակական առումով չենք կարող մրցենք իրենց հետ։ Ընդհանրապես չենք կարող մրցենք։ Եվ ծավալի առումով։ Այդ ծավալը դեռ դնենք մի կողմ։ Ծավալը դնենք մի կողմ, ասենք որ մեր ծավալները փոքր է, Եվրամիությունն ասում է լավ, մենք հա հատուկ քվոտա տալիս ենք հայերին, թող այդ քվոտայով ներս մտնեն։ Բայց մեր գները մենք չենք տեղավորվում այդ բանի մեջ, մանավանդ այսօրվա դոլար դրամ եւ դրամ եվրո հարաբերության մեջ Հայաստանը դառել է ավելի թանկ պետություն, քան Եվրամիության մեջ է։ Ամենապարզ օրինակը բերեմ, այսօր Երևանում միսը ավելի թանկ է, քան թե Եվրոպայում։ Լավ, դուք ինչպես եք ուզում գնաք Եվրոպա եւ այդ ապրանքները ռեալիզացնել։ Այո, կարելի է խաբել ժողովրդին, կարելի է խաբել գյուղացուն եւ ասել, որ գիտեք ինչա, մենք ձեզ համար ինչ-որ մի բան կանենք։ Բայց հետո այդ ինչ-որ մի բանը իրենք չեն անելու, ի վիճակի չեն 2-3 օր է մնացել, եթե կարողանում են միջև ընտրությունները խաբել, գիտեք ինչա։ Ընտրություններից հետո փաստի առաջ են կանգնեցնում, այսպես ստացվում։ Ամբողջ խնդիրն է դա, որ ժամանակին, երբ որ Նիկոլը ուզում էր ցույց տալ, որ հայրենասեր է եւ հասկանում է ինչ է հայրենասիրությունը, գոռում էր եւ ասում էր, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Իսկ երբ որ Արցախը հանձնեց,
ասես որ Արցախը այն գլխուց ադրբեջանցիներին է եղել։ Հիմա էլ այստեղ կլինի։ Կասի որ մենք ինչ որ մի բան անելու ենք, ունեմ լծակներ, կարող եմ անել, հետո կասի կներեք չստացվեց։ Բայց այդ կներեք չստացվեցը Հայաստանի տնտեսության համար լինելու է կործանարար, ոչ թե վնասակար, այլ կործանարար։ Բերեմ մեկ պարզ օրինակը, ժամանակին 1990 թվականին Հայաստանի անկախությունից հետո Հայաստանի վարչապետներից մեկը հայտարարեց, որ Հայաստանը կարիք չունի խաղող աճեցնելու, քանի որ եթե մեզ սպիրտ է պետք, սպիրտը կբերենք հարևան պետություններից։ Դրա հաջորդ տարին հոկտեմբերյանը ոչ մեկը խաղող չցանեց։ Բոլորը խաղողի վազերը կտրեցին, եւ մենք մի քանի տարի ունեցանք լուրջ խնդիր։ Պետությունները այն ժամանակ են Դա գետեր թե դիտավորյալ արվեց։ Ինչպես հիմա արեք, գիտեք ինչ, արեք չքննարկենք, քանի որ մենք միջով որ այսօր Հայաստանում իշխանություն չենք ունեցել, որը որ ունենա հստակ ռազմավարությունը Հայաստանը հզորացնելու համար։ Երբեք չենք ունեցել։ Եվ սա եղել է մեր հայ ժողովրդի գլխավոր դժբախտությունը։ Իսկ այս իշխանության մասին ով որ դավաճան է, բարիս բուն իմաստով դավաճան է, խոսելն անկեղծ ասած անիմաստ է։ Այս իշխանությունը ինքը միայն մի խնդիր ունի՝ իր կյանքը երկարացնի եւ չթողնի որևիցե մեկը գա իշխանության գլուխ եւ Արցախյան պատերազմի նախորյակին գոյություն ունեցող բոլոր տեղեկատվությունը Արցախի պատերազմի վերաբերյալ եւ դրանից հետո ամբողջ այդ դավաճանությունը, որ իրականացվել է, ջրի երեսելնի։ Կամ որ դրա համար տրիբունալը նվազագույնը, որը որ իրենք ստանալու են։ Այդ իսկ պատճառով այսօր Նիկոլը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ինքը մնա իշխանության գլուխ։ Եվ քանի որ Արևմուտքը ունի բավականին լուրջ կոմպրոմատներ Նիկոլի դեմ եւ Նիկոլը իրականացնում է այն ինչ որ իրենք ուզում են, իսկ Արևմուտքի ուզածը ինչ է՝ ստեղծել կոնֆլիկտային կետ Հարավային Կովկասում, որպեսզի զբաղեցնեն եւ Ռուսաստանին եւ Իրանին։ Հայաստանը անկախ կներեք, Հայաստանը անկախ իր կամքից Արևմուտքի ճնշման տակ, այնպես ինչպես որ թշնամացավ Ռուսաստանի հետ, նույնպես էլ թշնամանալու է Իրանի հետ։ Նույնպես։ Բայց ասում դուք ասում եք թշնամանում է, իսկ ինքը Իրանից մաջիդ տեսակի հակաօտային պաշտպանության միջոց է բերում։ Եթե Իրանը այդպիսի մտահոգություն ունենալ, ինչու պետք է զենք տա։ Կներեք, մի քիչ հասկանում եմ զենքերից։ Եվ բացի այդ շատ լավ գիտեմ, շատ եք հասկանում, պարոն Պետրոսյան, եւ շատ լավ գիտեմ իրանական զենքերի կարողությունները եւ հզորությունները եւ իրենց ամեն ինչը։ Իդեպ կարիճ էր դարձել մաջիդը սահմանը անցնելուց հետո։ Գիտեք խնդիրը ինչումն է։ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Իրան-ԱՄՆ պատերազմը, Հեզբոլլահ Իսրայել պատերազմը ցույց է տալիս, որ նորորյա պատերազմների մեջ նմանատիպ զինատեսակները եւ զինտեխնիկաները արդեն վճռորոշ դերակատարություն չունեն պատերազմի ելքի վրա։ Պետրոսյան, դուք ոնց որ չեք ուզում մեր ձեռքբերումներով այսպես ուրախանակ, դասական ընդդիմադիր այսպես խոսույթ ունեք։ Դուք օրինակ չուրախացաք, երբ տեսաք, որ Հայաստանում չինական անօթաչու է արտադրվել։ Նու անունն է մենակ Հայաստանում արտադրվել, բայց էլի ռազմաարդյունաբերություն է, չէ՞։ Ես հին մարդ չեմ։ Ես նոր մարդ եմ եւ ժամանակակից պատերազմները ուսումնասիրում եմ։ Երբ որ հին բաներ են բերում, այդ ժամանակ ես դրանից ներվում եմ, քանի որ դրա մի մասն նաեւ իմ կողմից վճարված հարկերի արդյունքում է դրանք գնվել։ Հին է այդտեղ։ Խնդիրը նորից եմ ասում, այսօրվա պատերազմների հոգեբանությունը, տրամաբանությունը, մեթոդաբանությունը, ռազմավարությունը, մարտավարությունը ամբողջությամբ տակնու վրա է եղել։ Ամբողջությամբ։ Եվ նմանատիպ զենքերը վճռորոշ դերակատարում չունեն պատերազմի ելքի վրա։ Ուզում եք ընդունեք, չեք ուզում եք ընդունի։ Միացյալ Նահանգները իր ամբողջ հզորությամբ, իր ամբողջ նավատորմով, իր ամբողջ թաքնվող ռադարներից թաքնվող օդանավներով թափվեց Իրանի վրա, բայց պարտվեց Իրանին։
Բառացիորեն պարտվեց։ Բայց Քանի որ վերջնական չի, չէ՞, Իրանը կապ չունի վերջնական է թե վերջնական չի։ Իրանը պետություն է, որը 47 տարի է Միացյալ Նահանգների ծանր սանկցիաների տակ է։ Ծանր սանկցիաների։ Միացյալ Նահանգները օգտագործեց իր զինանոցի պաշտոնական տվյալն եմ ասում կոնգրեսի մոտավորապես 30%-ը Իրանի դեմ։ Եվ Իրանը ոտքի վրա կանգնած է եւ բացի այն որ ոտքի վրա կանգնած է, թելադրող դիրք ունի այսօր Միացյալ Նահանգներին։ Լավ, եթե այսպես է, ուստի մենք պետք է ուսումնասիրենք եւ հասկանանք, թե ինչ ենք մենք ուզում, ինչպես ենք ուզում եւ ինչ ենք ուզում անել։ Այն ինչ որ բերել էին, դժբախտաբար չի համապատասխանում այսօր Հայաստանի ազգային անվտանգության պահանջներին։ Պարոն Պետրոսյան, Եվ ես զարմանում եմ, դու այս մարդիկ ուրեմն ասում են, ընդ որում վերնախավ իրենց, ասում են Հայաստանը սպառնալիք չունի։ Հայաստանը այսպես չունի ազգային անվտանգության ռազմավարություն։ 20 թվականի գրվածն է, որը հակասում է իրենց գործողություններին։ Հիմա ինչի մասին է խոսքը։ Այս մարդիկ ուղղակի գնացել են առևտուր են արել։ Բայց չգիտեն ինչի համար։ Տեսեք, երբ որ որևիցե պետություն 21-րդ դարում, երբ որ աշխարհաքաղաքական իրավիճակներն է փոխվում, երբ որ ամբողջ աշխարհային համաշխարհային համակարգն է փոխվում, եւ հայտարարում են, որ իրենք չունեն սպառնալիք, արտաքին սպառնալիք, նշանակում է, որ իրենք կամ բարիս բուն իմաստով տգետ են, կամ դավաճան են։ Երրորդ տարբերակ չկա։ Երկու պարագայում էլ նույնն է։ Երկիրն է, որ դուժում է եւ վճարում է այդ ամեն ինչի դիմաց։ Հայաստանը անգամներ ունեցել եմ առիթ ձեզ մոտ ասելու, որ հանդիսանում է արևելք, արևմուտք, Անդրկովկասի դրամ բանալին։ Այդքան կարևոր նշանակություն ունեցող դիրքը, այսպես էժանակին հանել վաճառքի եւ փորձել դրանով առևտուր անել եւ խաղալ արևելքի եւ արևմուտքի արանքում, դա ուղղակիորեն ինքնասպանություն է։ Ուղղակիորեն ինքնասպանություն է։ Մենք պետք է մի բան լավ հասկանանք, որ մենք գործ ունենք աշխարհի խոշորագույն պետությունների հետ։ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան։ Չնայած ապագա համաշխարհային համակարգում Ռուսաստանը չի լինելու առաջի տեղում։ Առաջի տեղում լինելու է Չինաստանը։ Եվ Չինաստանն է, որ հիմնական մրցակցությունը եւ հարվածները Միացյալ Նահանգների հետ վերցնելու է իր վրա։ Շատ լավ։ Եվ այստեղ մի կարևոր հանգամանք կա, կներեք։ Մի կարևոր հանգամանք կա։ Այդ պետությունները, խոշոր պետությունները, միշտ իրար հետ խոսում են։ Քանի որ իրենց շահը նրանում է, որ իրար հետ դեմ դիմաց ջբախվեն։ Եվ քանի որ իրենք այդպես են, փոքր պետություններին իրենք միշտ իրար հետ առևտուր են անելու։ Իսկ այսօրվա դրությամբ վարած Հայաստանի անկախությունից ի վեր 35 տարվա վարած քաղաքականության արդյունքում մենք կորցրել ենք մեր հիմնական զինանոցները, մենք կորցրել ենք մեր հիմնական զենքերը եւ պաշտպանողականությունը։ Այսպիսի իրավիճակներում այս իշխանությունից ձերբազատվելը հրամայական է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից։ Լավ, հիմա տեսեք, Ռուսաստանը սանկցիաներ է կյանքի կոչում, ասում եմ մի գնացեք մեր թշնամական կողմ եւ այս ֆոնին Պուտինի հետ զրուցելուց շատ կարճ ժամանակ անց Փաշինյանը զանգարում է Էրդողանին։ Օգնություն է խնդրում ընտրություններից առաջ։ Եվ եթե այո, ինչով կարող է Էրդողանը օգնել Փաշինյանին։ Էրդողանը ոչ մի բանով չի օգնելու Փաշինյանին, քանի որ ինքը շատ լավ հասկանում է Նիկոլը ժամանակավոր է այդ իշխանության գլուխը։ Եվ առավելագույնը ինքը եւս 5 տարի էլ իշխի։ Բայց դրանից հետո Թուրքիան եթե ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի ճանապարհով, ասենք, օգնի Հայաստանի տնտեսության զարգացմանը, անկախ ամենից Հայաստանն է զարգանալու։ Իսկ իրենք հայությանը տեսնում են իրենց գոյության հիմնական խոչընդոտը։
Ամենապարզ օրինակը բերեմ 2023, 24, 25 թվականին բավականին մեծ թափ ստացավ Թուրքիայում գենետիկ ստուգումները եւ պարզ դարձավ, որ ընդամենը շատ փոքր տոկոսն է, որը ունի թուրքական ծագում։ Մնացածը ունեին հայկական, հունական, ասորական, արաբական, իրանական եւ մի փոքր մասը նաեւ եվրոպական ծագում։ Երբ որ թուրքերը նայում են իրենց պատմության մեջ, տեսնում են հայության դերակատարում իրենց պատմության մեջ շատ մեծ է, իրենց լեզվից սկսած, մինչև որ գործարանները, մինչև որ ճարտարապետություն, մինչև որ ամեն ինչը։ Իսկ իրենք այդ ամեն ինչը այսօր ուզում են թուրքացնել։ Իսկ այդ թուրքացման process-ի մեջ հայությունը խանգարում է իրենց։ Այդ իսկ պատճառով իրենք միտված են հայ ժողովրդին ոչնչացնելու եւ վերացնելու, քան որ իրենց գոյությունն է դրա հետ կապված։ Այդ իսկ պատճառով իրենք երբեք որևիցե մի գործողություն չեն անի, որ հայ ժողովուրդը եւ Հայաստանը հզորանա։ Եվ այն բոլոր խոստումները եւ խոսույթները, որը իրենք իրականացնում են, դրանք իրականության մեջ ոչինչ են։ Ամենապարզ օրինակը բերեմ։ Այսօր Թուրքիան եւ Ադրբեջանը ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքներից դուրս մնա։ Կենտրոնական Ասիայից եկող եւ դեպի Եվրոպա գնացող եւ երկաթգծերը, եւ գազամուղերը, եւ նավթամուղերը ոչ մեկը չի անցնում Հայաստանի տարածքով եւ Պետրոսյան, հարցս գիտեք ինչի մասն է։ Իհարկե համաձայն եմ ձեր վերլուծության հետ, բայց հարցս կարճաժամկետ օգնության մասն է։ Մինչեւ հունիսի 7 Փաշինյանի վերընտրությունը կազմակերպելու օգնության մասն է։ Կարճաժամկետ էլ նորից իրենք չեն կարող օգնել, պարզապես Նիկոլը կարող է օգտագործել այն հանգամանքը, մանավանդ որ նույն օրը Թուրքիայում տեղի էր ունենում հայ-թուրքական ֆորումը, ասի որ տեսեք Թուրքիան պատրաստ է ճանապարհը բացել։ Բայց կբացի։ Չի բացի։ Դիմա կարևորը ինչի որ հայ ժողովրդին կարողանան խაფել, վերընտրություն կազմակերպել։ Մնացածը էական է իրենց համար։ Բայց արդյոք իրենք կկարողանան խაფել։ Ես կարծում եմ տեսնում ընտրության պատկերների։ Ընտրության պատկերը անկեղծ ասած այս ընտրությունները աշխարհաքաղաքական բաժանումների ընտրություն է, որը տեղի ունենում Հայաստանում, եւ սա շատ վտանգավոր է, շատ վտանգավոր է, քանի որ դրա արդյունքում կարող է երբ Նիկոլը տեսնի, որ չի ընտրվում կամ հավանականությունը շատ քիչ է, ինքը սկսի մի շարք ագրեսիվ գործողությունների։ Սկսած ընդդիմության լիդերների ձերբակալությունից մինչև որ ուղղակի մարդկանց տերորի ենթարկելու, ահաբեկելով, մարդկանց փորձելով բանտ նետելով կամ այսպես ասած ահաբեկչական մթնոլորտ ստեղծելով երկրում ինքը գնա արտակարգ դրության եւ փորձի ընտրությունները հետաձգի, քանի որ դա իր համակ կլինի միակ լուծումը, որ որոշ ժամանակ իր սեփական կյանքը երկարացնի։ Բայց կարծում եմ, որ Նիկոլի կողքին գոնե 1 կամ 2 տրամաբանող եւ խելացի մարդ կլինեն, որ հասկացնեն իրեն, որ թող մի իզուր տեղը լարվածությունը բարձրացրու, քանի որ ինչքան լարվածությունը բարձրանա, հավանականությունը, որ իրենք հետագայում ֆիզիկապես ողջ կմնան, ավելի կմեծանա։ Եվ իրենք պիտի հասկանան, որ եւս 1 մարտի 1 ստեղծելով Հայաստանի տարածքում, իրենք իրենց մահկանացուն կկնքեն շատ արագ, շատ արագ։ Եվ դրա համար շատ դաժանորեն են պատժվելու, շատ դաժանորեն։ Վերջ-վերջո, եթե իրենք ընտրություններ սարքում են աշխարհաքաղաքական մրցակցության ընտրություն, վստահաբար Ռուսաստանը ձեռքերը ծալած չի նստի, Պարսկաստանը ձեռքերը ծալած չի նստի, իսկ երկուսն էլ Հայաստանի հետ սահմանակից են, ու քանի որ սահմանակից են, իսկ եվրոպական նավերը երբեք հայկական լեռնաշխարհը չեն բարձրանալու, ոչ թե չեն ուզում, այլ չեն բարձրանալու, այդ իսկ պատճառով այստեղ իրավիճակը շատ կտրուկ կվատանա եւ կծանրանա իրենց համար։ Դրա համար պետք է իրենք խելք ունենան եւ ջգնան իրավիճակը լարվածության մեծացմանը։ Քանի որ այդ ժամանակ բացի հայ ժողովրդի ցասումը, նաեւ կլինի
աշխարհաքաղաքական ցասում։ այո, աշխարհաքաղաքական ցասում։ Իսկ նորից եմ կրկնում, աշխարհի խոշոր պետությունները իրար հետ միշտ բանակցում են, միշտ եւ միշտ իրար տեղեկատվություն են տալիս ուղիղ իրար հետ։ Քանի որ իրենք ցանկություն չունեն իրար հետ բախվեն փոքր պետությունների պատճառով։ Ուկրաինան, որ Ուկրաինա է, Միացյալ Նահանգները թողնում է արդեն։ Ամբողջ Եվրոպան է թողնում Ուկրաինային։ Եվրոպան այսօր մտածում է Ռուսաստանի հետ բանակցելու համար, ում ընտրեն, որ կարողանար լավ բանակցի Ռուսաստանի հետ։ Այսօր գերմանացիներն են տեխնացում։ Դեռ հայտնի չի։ Պարոն Պետրոսյան, ես ճիշտ եմ հասկանում, կամ ճիշտ հասկացա այդ ձեր մտահոգությունը, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ եւ ստացվում է այնպես, որ Փաշինյանի համար միակ անվտանգ ճանապարհը քաղաքական լուծման դուռը չփակելն է։ Թույլ Միանշանակ։ տալ, որ քաղաքական ճանապարհով, եթե մարդիկ հրաժարվում են իրանից, հեռանա ուղղակի իշխանություն։ Միանշանակ այդպես է եւ միանշանակ դա կլինի ամենախելամիտ եւ խելացի որոշումը, որ Նիկոլը կարող է իր ամբողջ քաղաքական պատմության եւ քաղաքական կյանքի մեջ կայացրած լինի։ Գոնե մեկ անգամ ճիշտ որոշում կայացնի, որպեսզի ինքը խնայած լինի եւ իրեն եւ իր թիմակիցներին։ Շատ լավ, սպասենք զարգացումներին։ Կներեք, բայց Մի սցենար էլ, եթե Նիկոլ Փաշինյանը գնում է լարվածության, ինչ պիտի անի ընդդիմությունը։ Որտեւ այստեղ էլ չէ հարց կա երկու տարբերակ, կամ դիմադրում ես, կամ չես դիմադրում։ Երբ որ վերլուծում ենք այս ընտրարշավը, կարելի է ասել, որ Հայաստանի պատմության ընթացքում միակ ընտրարշավն է, որը իշխող կուսակցությունը եւ իրեն հարող բոլոր կուսակցությունները իրենց խոսույթը ոչ թե վարկաբեկումն է, այլ հայհոյանքն է։ Իսկ ընդդիմությունը մինչև այսօր գոնե առաջի 3-4 առաջնորդները ովքեր որ կան, իրենց խոսույթը եղել է բավականին կիրթ եւ եղել է բավականին հավասարակշռված։ Ընդդիմությունը ինչ կարող է անել։ Ընդդիմությունը իրականության մեջ չի պիտի դուրս գա այս ձևաչափի միջից։ Քանի որ մնացած ամեն ինչը ժողովուրդը ինքը կանի։ Ժողովուրդը ինքը անելու է, ժողովուրդը չի նայի, թե ընդդիմության ղեկավարությունը կիրթ է, թե ոչ։ Եթե Նիկոլը գնա դեպի մարտի 1-ը կամ շատ խոշոր կեղծիքներով ինքը նորից վերընտրվի եւ եվրոպական պետությունները ու ամբողջ արևմուտքը ասի, որ այդ ընտրությունները եղել են արդար, դրանից հետո ժողովուրդը կարծում եմ, որ շատ դաժան է հաշվահարդար տեսնելու։ Ժողովրդի ցասման հետ երբեք չի պիտի կատականել։ Ինչքան էլ Միացյալ Նահանգները եւ մնացածը փորձում են ասեն, որ տեսեք Նիկոլը ձեզ ուրախություն, զվարճանք, միջոցառումներ, ուտել, խմել, քեֆ անել է բերում, բայց ժողովուրդը իր երեխային է կորցնում։ Սեփական երեխային է կորցնում այդ ամեն ինչի դիմաց։ Հասկանալի, ավելացնելու բան ունեք։ Մի բան էի ուզում ասեի եւ կոչով դիմել մեր հանրությանը, որ մասնակցեք ընտրության եւ քվեարկեք ում ուզում եք բացի Նիկոլ եւ իր արբանյակները։ Քանի որ սեղանի վրա դրված է իրոք Հայաստանի ազգային անվտանգության խնդիրը, ոչ թե գոյության, Հայաստանը կլինի, բայց Հայաստանի ազգային անվտանգության խնդիրն է դրված։ Այս նվաղած վիճակից, այս հիվանդ վիճակից հայկական պետականությունը պիտի դուրս գա։ Եվ դա դուրս է գալու բոլորիս ջանքերով, բոլորիս հավաքական ուժով։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, ես շեշտեմ զրուցում եմ Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանի հետ, տեսություն կհանդիպենք։
Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48